Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված եղած է մեկ օրվան մեջ հերքելու Ադրբեջանի քանի մահաբադեղեկատվությունները, որոնցով Բաքուն կմեղադրեր Հայաստանի զինված ուժերը սահմանին հրաթաթարը խախտելու մեջ։ Հայաստանի մեջ տեղակայված Եվրոպական միության թիդորթական առաքելությունը ևս արձագանքած է։ Մարտ 16-ին և 17-ին բարեկային խումբեր ուղարկված են սահման, սակայն որևէ գրակոց կամ արտարոց թեփ չարձանագրված։ Այս իրավիճակին զուգահեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսը հայտնած է, որ Վաշինգտոնը կկարևորի Կովկասի մեջ խաղաղության հաստատումը և կակնկալ է, որ պայմանագիրը ստորագրվի հնարավորինս շուտ։ Պաշտպանության նախարարությունը մեկ օրվան ընթացքին ստիպված եղավ հերքելու ադրբեջանական քանի մահաբադեղեկատվություն։ Բաքվեն կհայտարարեին, թե իբր հայկական զինված ուժերը գրագած են ադրբեջանական թիրքերուն ուղղությամբ։ Ադրբեջանական այս կեղծիքը փաստացի հերքեց նաև Հայաստանի մեջ տեղակայված Եվրոպական միության թիդորթական առաքելությունը։ Մարտ 16-ին 17-ին Եվրոպական միության առաքելությունը բարեկային խումբեր ուղարկած է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի դարբեր հատվածներ։ Իրավիճակը սահմանին վրա կմնա հանդարտ եւ արտարոց գործունեություն չի նկատվիր։ Վերջին անգամ Ադրբեջանը սահմանային գրագոցներու մասին ապատեղեկատվություն տարածած էր մարտ 5-ին։ Այս անգամ սակայն գեղձիկը հնչեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններու ավարտի լույսի ներքո։ Միջազգային հանրությունը շատ լավ տեսնում է ինչ է տեղի ունենում։ Մենք այստեղ ունենք եվրոպական դիտորդներ, որոնք զեկուցում են մասնավորապես Բրյուսելին, թե ինչ է տեղի ունենում եւ նրանք ասում են, որ չկա որևէ գրակոց։ Ու այս պարագայում անկեղծ ասած հասկանալի չէ, թե ինչ նպատակ ունի այս ամեն ինչը, որովհետև եթե նպատակը այն է, որ ցույց տան, որ այ տեսեք Հայաստանն է գնում դեպի էսկալացիա, Հայաստանն է, որ չի ցանկանում կոնստրուկտիվ դիրքորոշում ունենալ, այսինքն դա չի հաջողվելու նրանց, որովհետև երևում է ամեն ինչ։ Միջազգային բոլոր թերակատարները ողջունած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը եւ բանակցության ավարտը հայտնելով պայմանագրի ստորագրման ակնկալիք։ Փորձագետին խոսքով նման պայմաններու մեջ Բաքվին այլ բան չի մնար, քան դարբեր բادرվակներով ցկցկել գործընթացը։ Հայաստանը, ես կարծում եմ, արտավարական շատ ճիշտ քայլ կատարեց։ Ըստ էության այնպիսի քայլ, որին գուցե եւ չէր սպասում ադրբեջանական կողմը, այսինքն այդ վերջի երկու կետերի վերաբերյալ կոնսենսուսի միջոցով համաձայնության ձեռքբերման, որը ըստ էության ամբողջությամբ փարատում է այն բոլոր արհեստական պատճառաբանությունները, որոնք Ադրբեջանը շրջանառում էր խուսափելու համար հետագա ընթացքից։ Հիմա եկել ենք, կանգնել ենք մի կետի, երբ ամեն ինչ կարծես համաձայնեցված է, այն վերջի երկու կետերը, ինչպես եւ վարչապետը նշեց, հետոյի մասին է խոսքը, այսինքն այստեղ մենք նաեւ նախնական ռիսկերն ենք գնահատել, բայց Ադրբեջանը կրկին մտնում է իր ժխտողականության եւ ապակառուցողական քաղաքականության համատեքստ, փորձելով գտնել արդեն նոր պատրվակներ, ստորագրումը, այսպես ասենք, հետաձգելու տեսանկյունից, որտեղ եթե ամեն ինչ պատրաստ է, ուրեմն պետք է ստորագրվի։ Ադրբեջանը այժմ խաղաղության պայմանագիրը չստորագրելու օրինական պատճառ չունի, շարունակեց քաղաքագետը։ Այժմ միջազգային ճնշումը շատ ավելի մեծ պիտի ելնա Բաքվի վրա։ Մենք տեսանք շատ արագ արձագանքներ միջազգային խոշոր դերակատարների կողմից, դրական արձագանքներ, որ համաձայնեցվել է կետերը եւ նաեւ շատ հատկանշական է ամերիկյան կողմի շատ հստակ դիրքորոշումը, որ Կովկասում պետք է խաղաղություն եւ պետք է աշխատանք այս ուղղությամբ շարունակել։ ԱՄՆ-ն առաջին անգամ է նոր վարչակազմի պարագայում խոսում Կովկասում խաղաղության մասին։ Եկեք այս շեշտադրումն անենք եւ սա ցույց է տալիս, որ Ամերիկան չի փոխել իր քաղաքականությունը հարավային Կովկասի նկատմամբ, թեկուզ եւ վարչակազմը փոփոխվել է։ Ամերիկայի նախագահին ազգային անվտանգության հարցերու խորհրդական Մայք Ուոլսը X-ի էջին վրա հայտնեց, որ հերացայնային զրույց ունեցած է Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերու խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ եւ ասաց է, որ հարավային Կովկասի մեջ հակամարտությունը պետք է ավարտի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ մկադարած են եւ համաձայնած են խաղաղության պայմանագրին շուրջ։ Ես Հաջիևին ասի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատենք բանդարգյալները եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ ու փառքավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկեթարը խաղաղություն եւ փառքավաճում կբերե աշխարհին եւ մենք պիտի չթատրենք աշխատել մինչեւ ադիգա իրականանա։ Շատ կարեւոր է այստեղ այդ այսպես ասած wording-ը, հա, այսինքն այն բառապաշարը, այն շեշտադրումները, որոնցով
ողողել էր խորհրդականը իր խոսքը, որ պետք է վերջ տրվի այս հակամարտությանը եւ որ Ադրբեջանը պետք է բաց թողնի ուրեմն գերիներին, սա շատ հստակ ուղերձ է, ոչ միայն ուղերձ է, սա հստակ նաև պահանջ է։ Տարածաշրջանում կայունությունը ԱՄՆ ռազմավարական շահերի մեջ է, եւ այստեղ խաղաղության եւ կայունության կողմը Հայաստանն է։ Դրա համար են համընկնում մեր շահերը։ Իսկ հակառակ ագրեսիվ եւ ապակառուցողական կողմը Ադրբեջանը եւ այդ ուղերձը այդ Ադրբեջանին է ուղղված։ Տեսեք, Հայաստանին չեն ասում եկեք խաղաղություն հաստատեք, որովհետեւ Հայաստանը տեսնում են, որ ուզում է եւ պատրաստական է, այլ այդ հերրախոսազրույցը տեղի ունենում Հիկմետ Հաջիևի հետ, որին ըստ էության փոխանցվում այն կարևոր մեսիջը, որ նոր արկածախնդրությունների գնալու դուք այսպես հնարավորություն չեք ունենալու։ Միացյալ Նահանգներու նոր վարչակազմի հարավային Կովկասի խնդիրներու հանդեպ աշխուժության դրսևորումը եւս փորձակետները կնկատեն ոչ պաշտոնական տեղեկությունը։ Մարտ 14-ի Մոսկվայում Բաքու ժամանած էր Ամերիկայի նախագահ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով հadoop բանակնած Ստիվ Ուիտկոֆը, որ Մոսկվայի մեջ բանակցած էր Պուտինի հետ։ Բաքվի մեջ անցուցած էր քանի մժամ եւ հայտնի չէ թե որու հետ հանդիպած է եւ ինչ քննարկած էր։ Այդ անագնկալ այցեն մեկ օր առաջ Ադրբեջանը շտաբած էր հայտարարելու, որ Հայաստանի հետ ավարտած են խաղաղության համաձայնագրին շուրջ Հակառակ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններու ավարտին ադրբեջանական կողմը վերջին օրերուն աշխուժորեն կմեղադրե Հայաստանը իբր թիրքերը թիրախավորելու եւ հարձակման պատրաստվելու մեջ։ Հրաթաթարի խախտումներու մասին պաշտոնական կեղծ հաղորդակցություններու լույսին ներքո ադրբեջանական լրատվամիջոցները կխեղաթյուրեն, թե իբր Հայաստանը կպատրաստվի հարձակման։ Ռազմական փորձագետը նշած է, թե Հայաստանը կպատրաստվի ոչ թե հարձակման, այլ պաշտպանության եւ Ադրբեջանի այս հրեդորափանությունը կգաբե խաղաղության համաձայնագրի ստորագրումեն հրաժարելու Բաքվի մտադրություններուն հետ։ Մանրամասնությունները տեսանյութին մեջ։ Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններու ավարտին Բաքուն վերջին օրերուն Հայաստանը կմեղադրե ադրբեջանական թիրքերը թիրախավորելու ռազմականացման եւ նույնիսկ հարձակման մտադրություններու մեջ։ Այս բնդումները աշխուժորեն կշրջանառվին ադրբեջանական մամուլին կողմէ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մոտ կանգնած Քալիբերգետ ազ լրատվական գործակալությունը եւ ադրբեջանական այլ լրատվամիջոցներ հոդվածներ կհրաբարագեն բնթելով, թե իբր Հայաստանը ուժգնորեն կպատրաստվի Ադրբեջանի թեմ նոր բادرազմի։ Անոնց համացային բادرազմը գրնա սկսիլ արդեն քանի շաբաթեն ապրիլին հարևան երկրի մեջ բահեստազորայիններու հավաքեն յետք։ Վարժական հավաքները պիտի դևեն անսովոր երկար, 10 շաբաթ, ինչ որ զգալիորեն երկար է սովորական պատրաստության համեմատ։ Արդյոք բահեստազորայիններու ռազմական ունակություններու եւ մասնակիտական կարողություններու կատարելագործման նպատակով ապրիլ 1-ին հունիս 13 նախատեսված հավաքները որևէ կերպով կսպառնան Ադրբեջանը եւ արդյոք անոնք աննախադեպ են։ Իրենք ոչ մի 10 շաբաթ էլ չեն, 21 օր ստանդարտ տևում են եւ դա արդեն առաջի տարին չի, որ ընթանում է, 21 օր անցնում է, մի խումբը հետա գնում տուն, մյուսը գալիս է, դա անդադ ընթանող process է եւ ոչ մի նոր բան ստեղ չկա։ Ադրբեջանական լրատվամիջոցները կշարունակեն բնթել այն, որ Հայաստանը աշխուժորեն կպատրաստվի լայնածավալ հակամարտության, կհաստատվի հայկական բանակի վերազինումով եւ ռազմական օգնության աղբյուրները բազմազանելու ցանկությամբ։ Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը շեշտեց. Հայաստանը կպատրաստվի, բայց ոչ թե հարձակման, այլ բացառապես Ադրբեջանեն պաշտպանվելու համար։ Այդտեղ իրենք նաև մանիպուլացնում են, որ մենք ենք պատրաստվում իրենց վրա հարձակվել, ու շատ հեշտ է այս թեզի հետ չհամաձայնվել է իրենց, որովհետև եթե մենք նայենք ինչքան են իրենք գումարներ ծախսում բանակի վրա եւ գնումների վրա, մենք կտեսնենք, որ այդ թիվը մինչեւ հիմա էլ համարյա 3-ին մոտ անգամ ավել է, քան մերը։ Դրա համար ես չեմ տեսնում ստեղ որևէ հնարավորություն նաև, որ մենք ինչ-որ տենց կարճաժամկետ կարողանանք այնքան ուժեղանանք, որ իրենց հետ մենք պատերազմ սկսենք, մեզ դա ձեռնտու չի։ Հայտնի է, որ Ադրբեջանը այս տարի պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտներուն համար հատկացուցած է ավելի քան $5 միլիարդ, միջանցյալ տարի այդ թիվը կգազմեր շուրջ 3.7 միլիարդ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ կքրեն, որ Հայաստանը սահմանին վրա պաշտպանական ամրություններ կկառուցե, որոնք իբր կրնան ծառայել որպես հենագետ հնարավոր հարձակողական գործողություններու համար։ Եթե սահմանափակ ռեսուրսներով պետությունը Հայաստանի նման ուզում է օրինակ հարձակվել ու դեպի շարժվել, ես չեմ պատկերացնում
որ այդքան ռեսուրս ծախսվեր հենց պաշտպանական ինֆրաստրուկտուրա կառուցելու վրա, իսկ այդ կառույցները բավականին ծավալ ունեն, մեծ, էժան օբյեկտներ չեն։ Ինչով պայմանավորված է Ադրբեջանի նման հրեդորափանության աշխուժացումը, որ ըստ Լեոնիդ Ներսիսյանի երբեք ալբակած չի եղած։ Ակտիվությունը նաև կապ ունի այս խաղաղության պայմանագրի հետ կապված process-ների հետ, հիմա ասենք համաձայնացրել են փաստաթուղթը, բայց ես ինչքան հասկանում եմ, իրենք մեկ է չեն ուզում այդ փաստաթուղթը ստորագրել, ինչքան էլ ինքը համաձայնեցրած է, եւ դրա համար պետք է հնարել տարբեր պատճառներ։ Ադրբեջանեն հնչող հայտարարություններու լույսի ներքով Երևանեն կհնչե պատրաստ ենք, որքան հնարավոր է շուտ կնքելու խաղաղության համաձայնագիրը։ Ինչ կվերապերի սահմանային իրավիճակին, մարտ 16-ին 18-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արդեն 7 հաղորդակցություն տարածած է Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա Հայաստանի բանակին կողմէ, իբրև թե հրատատարի խախտումներու մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքած է բոլոր մեղադրանքները։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը իրականացուցած է ըստ թողական աշխատանքներ եւ հերքած է Հայաստանի բանակի կողմէ հրատատարի խախտման մասին բնդումները։ Պաշտպանության նախարարությունը նաեւ հիշեցուցած է, թե 2014-ի հունիս 22-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկը հրատատարի խախտման դեպքերու եւ կամ նման դեղեցություններու հետաքննության համար Հայաստան-Ադրբեջան համատեղ կորձիկագազմ ստեղծելու մասին, որուն Ադրբեջանը մինչեւ այսօր թրական չէ արձագանքած։ Հայաստանի պաշտպանության նախարարության 2025-ի մարտ 17-ի հաղորդակցության մեջ արձանագրված է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի հաղորդակցությունները հիմնավորող փաստերը զանոնք Հայաստանին փոխանցելու բարակային։ Կարծանաքրենք, որ այս վահուտրությամբ Ադրբեջանի կողմէ Հայաստանին չէ փոխանցված Հայաստանի բանակին կողմէ հրատատարի խախտման որևէ փաստական տվյալ կամ հիմնավորում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդակցություններու լույսի ներքով հայտարարությամբ հանդես եկած է նաև Հայաստանի մեջ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը նշելով, թե բարեկներ ուղարկած է Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը կշարունակի մնալ հանդարտ եւ խաղաղ եւ որևէ արտասովոր գործողություն չէ նկատված։ Հայաստանը ամենեն բարձր մակարդակով հայտարարած է, որ զորաշարժի նպատակ չունի եւ կշարունակի գործել խաղաղության օրակարգի շրջանագեններս։ Armen Press-ին տված հարցազրույցի մեջ ասաց է արտաքին գործոց նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Արձագանքելով Բաքվի մեղադրանքներուն, նշած է, որ Հայաստանը պատրաստ է քննարկելու հրաթաթարի խախտումներուն հետաքննության համատեղ գործիքակազմ ստեղծելու առաջարկը, որ սակայն Ադրբեջանը մերժած է։ Անդադառնալով սահմանադրական հարցերուն խոսնակի հիշեցուցած է, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չի բարունակեր, իսկ խաղաղության պայմանագիրը կուտա այդ մտահոգություններուն հանգուցալուծումը։ Ամփոփելով արտաքին գործոց նախարարության խոսնակը վստահեցուցած է, որ Հայաստանը կմնա խաղաղության օրակարգին հավատարիմ եւ գոչ կուղի Ադրբեջանին սկսելու պայմանագրի ստորագրման գործընթացը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամենեն բարձր մակարդակով հայտարարած է, որ իրավիճակը սրելու խնդիր կամ նպատակ չունի եւ կշարունակի գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Հայտարարած է արտաքին գործոց նախարարության մամլոխոսնակը Armen Press-ին տված հարցազրույցին մեջ, պատասխանելով Ադրբեջանի իր պաշտոնագից Այխան Հաջիզադեի գերց հայտարարություններուն Հայաստանի կողմէ հրաթաթարի խախտումներու եւ իբր թե իր բարդավորությունները չկատարելու վերաբերյալ։ Անի Բադալյանը շեշտած է, որ Հայաստանի բանակը կառավարության ենթակա մարմին մնե եւ ճիշտ այս դրամապանությամբ ալ կգործե։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարած է, որ պատրաստ է հետաքննելու հրատատարի խախտումներու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդակցությունները հիմնավորող փաստերը, եթե ադոնք Հայաստանին փոխանցվին։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահ Ադրբեջանը Հայաստանի զինված ուժերուն կողմէ հրատատարի խախտման վերաբերյալ ոչ մեկ փաստական տվյալ փոխանցած է Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքած նաև, թե 2024-ի հունիս 22-ին Հայաստանի Հանրապետության կատարած առաջարկին հրատատարի խախտման դեպքերուն նման դեղեցություններ հետաքննության համար համատեղ գործիքակազմ ստեղծելու մասին։ Բադալյանը հակադարձած է Հաջիզադեի բնդման, թե Հայաստանը բարդ եւ կորձնականորեն անիրաքորձելի նախաձեռնություններ կառաջարկի։ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարած են խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին, համաձայնագրի նախագծի համաձայնեցման եւ այսօր շուրջ բանակցություններու ավարտի մասին։ Դրամապանորեն համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի եւ Հայաստանի Հանրապետությունը կառաջարկի սկսիլ խորհրդակցությունները ադորը ստորագրման վայրին եւ ժամկետներուն մասին։ Ակնհայտ է, որ առաջարկվող գործընթացը ոչ բարդ է, ոչ ալ անիրաքորձելի։
Հայաստանի Հանրապետությունը ամենեն բարձր մագարտակով հայտարարած է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազագերբության Մինսկի խումբի լուծարումը թիդարգելու պատրաստակամության մասին։ Հայաստանը բարձրապես սկուզե համոզված լալ, որ ասիգա կնշանակե հագամարտության փաստացի եւ իրավաբանորեն ավարտ եւ ոչ թե ադոր դեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ներքո։ Ընդգծած է արտաքին գործոց նախարարության խոսնակը, անդրադառնալով Մինսկի խումբը լուծարելու եւ Հայաստանի սահմանադրության փոփոխություններով անհրաժեշտության մասին Բաքվի հայտարարություններուն։ Ինչ կվերապերի Հայաստանի սահմանադրության, Հայաստանի սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբեր 26-ի որոշումը հստակ դարձուց, որ Հայաստանի սահմանադրությունը որևէ տարածքային բանդ չի բարունակեր որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը կկարծե, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային բանջներ կբարունակի Հայաստանի նկատմամբ։ Սակայն նաև կկարծենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված փնակիրը գլուծե այս հարցը, որովհետև համաձայնեցված փնակրի մեջ կարծանակրվի, թե Հայաստանն ու Ադրբեջանը կճանչնան միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային հանրապետություններու սահմաններով միմյանց նկատմամբ չունին տարածքային պահանջներ եւ կբարդավորվին աբակային եւս չներկայացնելու նման պահանջներ։ Բացի այդ, համաձայնագրի փնակրի մեջ կընդգծվի, թե կողմերը չեն կրնար իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի թույլտները չկատարելու համար։ Հիշեցնեմ նաեւ, որ Հայաստանի սահմանադրության 5-րդ հոդվածին համաձայն վավերացված միջազգային պայմանագիրներու եւ Հայաստանի օրենսդրության միջև հակասությունը լալու բարակային կգործե միջազգային պայմանագրին թույլտները։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի կրնար վկայակոչվել որպես խոչընդոտ խաղաղության համաձայնագիրը չստորագրելու համար։ Ընդհակառակը նույնիսկ սահմանադրության հետ կապված մտահոգություններու լուծման ամենեն արդյունավետ ձևը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ադրբեջանը Հայաստանը կմեղադրե նաև տարածաշրջանային հաղորդակցություններու վերապացման իր բարդականությունները չկատարելու եւ Ադրբեջանի արևմտյան շրջաններուն ու Նախիջևանի միջև փոխադրամիջոցային գաբի բարդ եւ երկար երթուղիներ առաջարկելու համար։ Բադալյանը հիշեցուց, որ տարածաշրջանային տնտեսական եւ փոխադրամիջոցային հաղորդակցություններու բացման հարցի մեջ Հայաստանը միակողմանի բարդավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջաններուն եւ Նախիջևանի միջև փոխադրամիջոցային գաբի առանցին օրակարգը մաս կգազմե տարածաշրջանային փոխադրամիջոցային եւ տնտեսական գաբերու աբաշրջապակման ընդհանուր օրակարգին, որում մաս կգազմե նաեւ Հայաստանի Հանրապետության աբաշրջապակումը։ Երկրորդ Հայաստանը առաջարկած է առաջին փուլով գործարկել Զանգելան Մեղրի Որդվար երաս երկաթուղային փերնափոխադրումները։ Ասիկա Զանգելանի եւ Որդվարի միջև հնարավոր ամենեն կարճ երկաթուղին է։ Ինչ կվերապերի ինքնաշարժի ճանապարհներուն, մենք ունենք այն ճանապարհ որոնք ունենք եւ այնտեղ վանքը որ ունենք եւ մեզ մեղադրել լեռնային երկիրը լալու համար առնվազն անլուրջ է։ Ադրբեջանը կշարունակե Հայաստանը մեղադրել ռազմականացման մեջ եւ սահմանամերձ շրջաններում մեջ հարվածային զենքեր դեղագայելու համար զայն նկատելով որպես ապացույց, որ Հայաստանը կպատրաստվի ուժային դարբերագիմը։ Բադալյանը հագաթարցեց հարցումով ուժային դարբերակ որ հարցի լուծման համար։ Հայաստանի Հանրապետության օրակարգին վրա գտնվող որ հարցի լուծումն է, որ կրնա ենթադրել ուժային զարգացում։ Նման մեկնաբանությամբ հիմք կրնար տալ միայն Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր բռնակրաված տարածքներու հարցը, որու մասին Հայաստանի Հանրապետությունը հստակորեն արտահայտված է, թե այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու մտադրություն չունի, որովհետև սահմանազատման գործընթացը եւ այժմ արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված փնակիրը այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծած են։ Հայաստանը կրնա ուժային ճանապարհով պատրաստվին միայն հնարավոր հարցակումը դիմակայելու համար, ինչ որ որևէ երկրի օրինական իրավունքն է եւ սահմանամերձ շրջաններու մեջ Հայաստանի բոլոր քայլերը կդեղավորվին բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հիշեցուց, որ դեռ 2021-ին Հայաստանը առաջարկած էր սահմանային շրջաններեն զորքերու հայելային յետքաշում, որուն Ադրբեջանը չհամաձայնած։ Հայաստանի Հանրապետությունը չի ռազմականանար, այլ գիրականացնե փանագի վերափոխման ռազմավարությունը, որ հրաբարակային փաստաթուղթ մնե։ Անկամ եւս կվերահաստատեմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ գոչ կուղեմ Ադրբեջանին, սկսելու խորհրդակցություններ խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին։ Համաձայնագրի նեցված բովանդակությունը ըստորակրելու վայրին եւ ժամկետներում մասին նշած է Բադալյանը։
Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը մարտ 19-ին Քստան պաշտոնական այցելությամբ մեկնաձեր Բրազիլ։ Միրզոյանի պաշտոնական այցելությունը մեկնարկած էր իր գործընկերոջ հետ հանդիպմամբ։ Համատեղ հայտարարության մեջ նախարարները ընդգծած են համաշխարհային մարտահրավերներու լուծման ուղղությամբ սերտ գործակցության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշած է, որ խաղաղության հասնելու Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի, իսկ հայ ռազմաքերիներուն ազատ արձակումը կգրնա էականորեն թեթևացնել իրավիճակը։ Բրազիլի արտաքին գործոց նախարարը վերահաստատած է իր երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման չանքերուն։ Հայ-բրազիլական հարաբերություններու շրջանակեն ստորագրված է փոխըմբռնման հուշագիր թիվանակիտական կրթական հաստատություններու միջև եւ կարեւորված է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջանկանացման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարութենեն հետ վերջին օրերուն Ադրբեջանը բոլորովին գեղձ մեղադրանքներ կներկայացնե հրատատարի խախտումներու վերաբերյալ, որոնք Հայաստանը գդրանկանապես կմերժե։ Բրազիլի արտաքին գործոց նախարար Մաուրո Վիեյրայի հետ մամլոասուլիսին ընթացքին հայտարարած է արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը։ Խաղաղության փաղցալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Եթե խաղաղությունը կյանքի պիտի գոչվի, ապա երկու կողմերն ալ պետք է հանձնարարու լան վստահության եւ երկխոսության մթնոլորտի գերդումին։ Այս ծիրեններ չլուծված մարդասիրական հարցերու ղեկավարումը, ինչպիսին է հայ ռազմաքերիներու եւ մյուս կալանավորված անձանց ազատ արձակումը, կրնա էյաբես թեթևացնել իրավիճակը։ Հայաստանը կշարունակի հաստատակամ մնալ հարավային Կովկասի մեջ խաղաղության հասնելու իր հանձնարարության շեշտած է Միրզոյանը։ Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ղեկավարման վերաբերյալ վերջին զարգացումներուն մասին։ Խաղաղության պայմանագրի նախագծի վերջին դարբերագին համաձայնելով Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի բնակրի վերջնականացման եւ բանակցություններու ավարտին համար։ Մենք կգնահատենք Բրազիլի անհաբաղ արձագանքը այս իրադարձության, այսպիսով պայմանագիրը պատրաստ է ստորագրման եւ Հայաստանը պատրաստ է ստորագրելու պայմանագիրը, որ կգրնա դառնալ տարածաշրջանի մեջ գայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Ես մեծ հետաքրքրությամբ լսեցի Հայաստանի կառավարության տեսակետները Ադրբեջանի հետ տևական խաղաղություն հաստատելու հերանեկարներում մասին։ Նախարար Միրզոյանին վերահաստատեցի Բրազիլի աջակցությունը տարածաշրջանի մեջ գայուն խաղաղության ուղղված դիվանագիտական չանքերուն։ Մեր կողունակությունը հայտնեցի նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի առաջընթացին համար եւ հույս հայտնեցի, որ այս գործընթացը պիտի շարունակվի նույն արդյունավետ ոգիով։ Սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիներու աբաշրջակվագումը կարևոր մյուս հենասյուներն են, շարունակած է Միրզոյանը։ Անհիշեցուցած է նախորդ դարի սահմանազատված եւ սահմանանշված ավելի քան 12 կիլոմետր սահմանակիցը հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին վրա։ Տարածաշրջանային հաղորդակցություններու աբաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացուցած ենք շատ հստակ առաջարկներ, որոնք եթե կյանքի գոչվին, կգրնան հնարավորություն տալ սկիզբը երկաթուղիի գործարկման, ապա նաև ստեղծելու լայն հնարավորություններ հաղորդակցություններու ընդլայնման համար։ Անշուշտ, ինչպես կրնակ պատկերացնել, փոխկապվածության խնդիրը դուրս կգա մեր երկու երկրներու սահմաններեն եւ տարածաշրջանային ու համաշխարհային բեռնափոխադրական ուղիներուն միանալու եւ անոնց մեջ ներդրում ունենալու դեսլականով Հայաստանը նախաձեռնած է խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Նախագիծը զոր նպատակ ունի հասնել ճանապարհներու, երկաթուղիներու, օղակաշարերու եւ ուժանյութային ցանցերու տարածաշրջանային հաղորդակցություններու ներառական շրջանագի ձևավորման։ Հայաստանը նաեւ հանդես եկած է սպառազինություններու փոխադարձ վերահսկման եւ ստուգման գործիքակազմերու ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով, որոնց մասին արտաքին գործոց նախարարի խոսքով Հայաստանը դակավին պատասխան չէ ստացած Ադրբեջանեն։ Հայ-բրազիլական հարաբերություններու մասին խոսելով Արարատ Միրզոյանը բարձր գնահատած է Բրազիլի եւ անցամ նախարար Վիեյրայի հետաքրքրությունը Հայաստանի հետ կապերու խորացման գործին մեջ։ Այս այցելությունը հնարավորություն կընձայ է նախանշելու ավելի հավակնոտ հերանեկարներ։ Մինչ մենք կուսումնասիրենք իրավական դաշտը ընդլայնելու հնարավորությունները եւ կշարունակենք աշխատելու զանազան համաձայնագիրներու նախագծերու վրա, այսօր ուրախ եմ ստորագրելու Հայաստանի դիվանագիտական դպրոցի եւ Բրազիլի Ռիո Բրանկո հիմնարկի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Մենք կցկդինք խորացնելու երկկողմ գործակցությունը կրթության, նորարարության, բարձր արհեստագիտության, տեղեկատվական արհեստագիտության եւ թվային տրամադրային ոլորտներեն ներս։ Հագարակ աշխարհակրական հերավորության մեր արևդրային
միջազգային հարաբերությունները ընդլայնելու համար գա զգալի ներուժ։ Անցյալ տարի նկատված է երկկողմ արևդրաշրջանառության որոշակի աճ, բայց անշուշտ շատ ավելի մեծ ներուժ կա։ Հայաստանը գագնգալ է Բրազիլի հետ սերտ կորձակցիլ համաշխարհային մարտահրավերներու լուծման ուղղությամբ, ներառյալ կլիմայի փոփոխության եւ գենսափազմանության պահպանման հարցերու մեջ։ Արարատ Միրզոյանը իր գործընկերոջը հավաստիացուցած է, որ հայկական պատվիրակությունը պիտի մասնակցի նոյեմբերին Բելեն քաղաքի մեջ կայանալիք COP30-ին եւ հույս հայտնած է բրազիլացի գործընկերները տեսնելու 2026 թվականին Երևանի մեջ կայանալիք COP17-ին։ Հայաստանը գվարե հավասարակշռված եւ աբակային միտված արտաքին քաղաքականություն, որ նպատակ ունի պահպանելու գայունությունը, ընդլայնելու տնտեսական հնարավորությունները եւ ամրապնդելու մեր հանձնառությունները ժողովրդավարական արժեքներուն։ Մենք հավատարիմ կմնանք Բրազիլի եւ այլ համաշխարհային գործընկերներու հետ երկկողմ գաբերու խորացման, մեր տարածաշրջանի մեջ խաղաղության ամրապնդման եւ ավելի արդար ու անգոմնագալ միջազգային կարգի հաստատման։ Նախարար Միրզոյանը այցելած է մայրաքաղաք Բրազիլի հիմնադիր 21-րդ նախագահ Ժոսելինո Կոբիշեկին նվիրված հուշահամալիր եւ քրարումը կատարած է պատվավոր հյուրերու մադյանի մեջ։ Կառավարությունը աշակվան նիստին քննարկած է մշակութային աճուրդներու մասին նոր օրենքի նախագիծը, որուն նպատակն է խթանել արվեստի շուկայի զարգացումը եւ ժամանակակից արվեստագետներու ճանաչումը։ Գործադիր իշխանությունը քննարկած է նաեւ մասնագիտական կրթության զարգացման հարցեր։ Վարչապետը կարևորած է մարզերու մեջ վարժարաններու եւ պահանջած մասնագիտություններու զարգացումը, ընդգծելով, որ այս ոլորտը պետք է դառնա ավելի գրավիչ երիտասարդներուն համար։ Մեկ այլ քննարկման ընթացքին Փաշինյանը անդրադարձած է համընդհանուր հայտարարքրման համագարկին, ընդգծելով, որ Պյանիկա պետք է լա պետություն քաղաքացի նոր հարաբերություններուն հիմքը եւ լուրջ խթան կառավարման թվայնացման համար։ Դատության թեմ պայքարի գոմիդեմ պիտի ղեկավարե Արթուր Նահաբեդյանը։ Բաշտոնը թափուրեր 2024-ի նոյեմբերեն Սասուն Խաչատրյանի հրաժարականի թիմումի ընդունում են ետք։ Հայաստանի վարչապետը հանդիպած է առավելակույն միավոր հավաքած 3 տեխնազուներուն հետ։ Նահաբեդյանը նշանակելու որոշումը համընկած է մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Վարչապետը անդրադարձավ փտածության թեմ պայքարի արդյունավետության, ընդգծելով, որ անհրաժեշտ է ունենալ իրավաբահ կառույցներու աշխատանքի ելքի մասին հստակ ցուցիչներ, որոնք արտահայտված լան կառավարության ներկայացվող հաղորդումներում մեջ, կարևոր են քրեական վարույթներու հետագա ընթացքի վերաբերյալ տվյալները։ Զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Նման իրավիճակներ կան նաև քննչական կոմիտեի հետ կապված։ Խոսքը ընդհանրապես թադաիրավական համագարկի խնդիրներում մասին է։ Ըստ վարչապետին, մեծ է փտածության թեմ պայքարի կոմիտեին թերը, ունի արդյունակորձ ստորաբաժանում եւ ակնկալիքն է, որ փտածության թեմ պայքարը ավելի արդյունավետ պիտի լա։ Մենք օրինակ շատ հակված ենք, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված, բայց երբեմն այս նույն իրադրությունը պատահում է, երբ մենք պետական գերատեսչություններից ստանում ենք այսպիսի ազդակներ, որ ըստ էության այդ քրեական գործերով ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դրանցով օրինակ նախագծերի իրականացումն է խոչընդոտվում։ Դե ես իրականում 1, 2, 3 ոչ մի ռեակցիա չեմ տալիս, որովհետև համարելով, որ դե եթե կա փաստ, պետքա գործ հարուցվի եւ քննվի, բայց հետո նույն իրավիճակը, երբ որ տեսնում ես այդ գործը մի տարի է քննվում, 2 տարի է քննվում, 3 տարի է քննվում, եւ այդ ընթացքում տեղի չի ունենում ի վերջո, բան ելք պետքա տեղի ունենա։ Գարաչարգվի ընդունել մշակութային աճուրդներու մասին օրենքը նշվեցավ, որ մշակութային աճուրդներու տաշտը դակավին գայացած չէ, ինչ որ բացասական ազդեցություն կունենա արվեստի շուկայի գայացման կորձին վրա։ Օրենքի նպատակն է խթանել մշակույթի տնտեսականացումը եւ ներդնել այնպիսի կորձիկագազմեր, որոնք պիտի նպաստեն նաեւ ժամանակակից արվեստագետներուն հանրահրճակման։
Այս պահին մենք օրենսդրությամբ ընդհանրապես չունենք սահմանված մշակութային աճուրդի հնարավորությունը։ Մենք ունենք հրապարակային սակարկությունների մասին գործող օրենք, որը ունի խիստ սահմանափակ նշանակություն եւ կիրառելիություն եւ չի կարող կիրառվել այս ոլորտի կանոնակարգման համար։ Նախատեսում ենք օրենքի ընդունմամբ հնարավորություն ստեղծել միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը, ապահովել հայկական շուկա, որն իր հերթին կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում մեր մշակույթի եւ ստեղծարար ոլորտների ինտեգրմանը։ Մշակութային աճուրդներ ու գազམ་ագերբումը պիտի դառնա արդոնակիրով գործունեություն։ Ասիգա արվեստագետներուն աշխատանքը համագարկային դարձնելու հնարավորություն պիտի դա։ Չի էլ խանգարի մեր վերնիսաժների գործունեությանը, որը Երևանի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ սկսած արտահանումից նկարների, որովհետև նկարների արտահանման համար պրոցեդուրաներ կան, մարդիկ անդադ քաշքշուկների մեջ են ընկնում, պիտի նախարարությունից տեղեկանք անեն, չգիտեմ ինչ, այսինքն ենթադրվում է, որ այս դեպքում մարդը եթե գնաց այդ աճուրդային կենտրոնից կամ այդ հարթակից ձեռք բերեց նկարը, ուրեմն այդ ծառայությունները գնի մեջ ներառված կլինեն, որպեսզի մարդ ուղակի վերցնի, կարողանա վերցնի եւ գնա օդանավակայան, այդ թվում թույլտվությունը խնդիրներ է ստեղծում շուկա ձևավորելու եւ դրամաշրջանառություն ապահովելու առումով։ Փոխվարչապետին խոսքով էլեկտրոնային հարթակը ողջ աշխարհի համար պիտի դառնա հուսալի գործիքագազմ եւ արվեստի գործերու նկատմամբ պահանջը էականորեն պիտի աճի։ Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը հիմա կա, բայց առևտրի ձևը անընդունելի է այն մարդու համար, ով ցանկություն ունի գնել, որովհետև ոչ մատակարարման հարցն է հասկանում, ոչ իսկության հարցն է հասկանում, ոչ վճարման եւ գնագոյացման։ Իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային։ Եթե մեզ հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան դառնում է համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ։ Թանկարանային հավաքածոներու համալրման գործընթացի շրջանակներ են ներս ժամանակագից արվեստի գործեր ցերկ բերելու ընթացքին ըստ նախարարին ադոնք փախված են խնդրիմը չգա քինի որոշման շուգայական գործիքագազմ։ Այս կարգավորումը հնարավորություն պիտի դա pedagogan գարիկներու համար թանկարաններու համալրման ավելի հաշվետվողական գործիքագազմը ունենալու։ Թանկարաններուն համար վերջին 2 տարվան ընթացքին ավելի քան 60 միլիոն դրամի արժողությամբ 30 մշակութային արժեք ցերկ բերված է։ Անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված եւ սա կապ ունի այն խնդիրների հետ պետականության եւ անկախության ընկալման, որի մասին մենք խոսում ենք։ Մեր աշակերտներին էլ խթանում ենք, որ գնան թանգարաններ եւ այլն, գնում են այդտեղ տեսնում են, այո, շատ կարեւոր ժառանգություն են տեսնում, բայց անկախությունից հետո բանա, բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչ մի բան չկա։ Եվ սա լուրջ խնդրեմ է եւ այո մենք պետք է այդ ֆոնդերը համալրենք։ Երկակի գրթության համագարկով ուսանողը միևնույն ադեն թե պիտի սորվի եւ թե պիտի աշխատի։ Խոսքը հատկապես կվերապերի անչափահասներուն, որոնց մեկ մասը մասնակիտական գրթության եւ ուսուցման համագարկի ուսանող են։ Կառավարությունը կսահմանե աշխատանքներու մեջ ընդգրկվելու համար անոնց առողջության եւ անվտանգության պահպանման պայմանները։ Նախագիծը կարգավորում է այս համակարգը, նշելով, թե ինչպիսի մեխանիզմներ պետք է գործեն, որպեսզի մենք ունենանք պատշաճ վստահություն, որ օրենսդրությամբ սահմանված ծանր վնասակար, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավվածությունը ընթանում է համարժեք 16-ից 18 տարեկան անձանց համար ընդունելի պայմաններին։ Երկակի ուսուցմամբ կրթական ծրագիրներ կիրականացվին 21 հաստատություններու մեջ 27 մասնագիտություններով եւ ցանկը գտնլայնի։ Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը պետք է լրջորեն ուժեղացնել եւ մեր պատկերացումը հետեւյալն է, որ մարզերում պետք է զարգացնել քոլեջների համակարգը եւ ցանցը, ընդ որում պետք է այդ ցանցերը աշխատեն հետեւյալ տրամաբանության վրա, իրենք հենված լինեն տվյալ մարզում մասնագիտական որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա։
Վարչապետը կարևորեց վարժարաններու կառավարման համագարքի մեջ տնտեսության այն ներկայացուցիչներուն ներգրավումը, որոնց համար պետք է պատրաստվին անձնակազմեր։ Մարզերում մեջ կան անգում ապրող ոլորտներ, որոնք քանի մտարի հետ կայլևս պիտի չլան, բայց դվյալ մարզի մեջ ունենք երկարաժամկետ հեռանկար, անհրաժեշտ է դեղորոշել այդ ուղղությունները։ 23-24 ուսումնական տարում մեր 9-րդ դասարանի շրջանավարտները, նրանցից ամեն երրորդը, այսինքն շուրջ 30%-ը ընտրել է հենց ՄԿ համակարգ գնալը։ Սա շատ լավ ցուցանիշ է, որը մենք նախկինում չենք ունեցել եւ ցույց է տալիս նաեւ, որ այս համակարգի գրավչությունը գնալով մեծանում է։ Նախագծի քննարկման ընթացքին վարչապետը անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման համագարքին։ Համագարքին ներդրումը ըստ Փաշինյանի թվայնացման ուղղությամբ շատ մեծ խթան է։ Նաեւ կստեղծվի պետություն քաղաքացի հարաբերություններու նոր ենթակառուցվածք, որ ըստ վարչապետին գուժեղացնե թե պետությունը, թե քաղաքացին։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս process-ից իմ ողջավորությունը չի նվազում, որովհետև ինչքան գնում է, ես հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ իրոք շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում եւ ուրախ եմ, որ մենք այդ բարեփոխումը անում ենք, բայց ուրախ եմ, որ ակնհայտորեն այն առաջին բանը, առաջին տենց հակադարձումից հետո հանրային ընկալումը process-ի նկատմամբ գնալով օր-օրի այդ ավելի տեսանելի եւ նկատելի է։ Վարչապետին համոզմամբ նոյեմբեր 1-ին սկսյալ հնարավոր պիտի դառնա լիարժեք ապահովելու նույնականացման քարտերուն թողարկումը։ Աշակցության համար մենք պատրաստած էինք այս կանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։